դուք մտադրություն ունեք առաջադրելու ձեր տեխնացիոնը պաշտպանության հանձնարարման։ Ինչ եք հարցել։ Հետաքրքիր է։ Ես ասեմ, որ երկու անգամ իմ տեխնացիոնը առաջադրել են, ես չեմ առաջադրել։ Առաջադրել են եւ խմբակցությունը քննարկել է, քվեարկել է եւ ես երկու անգամ դարձել եմ հանձնաժողովի նախագահ։ Դա իմ համար ամենաընդունելի ձևաչափն է։ Այսինքն դուք ակնկալում եք, որ առաջադրեն ձեզ։ Ես ձեզ ասեմ, որ նախկինում ֆրակցիան էր որոշում, հիմա կտեսնենք ինչ ձևաչափով են գնում առաջ։ Իհարկե ոչ։ Բայց եթե նաեւ առաջադրվելու հնարավորություն ունի։ Եթե, չէ, ճիշտ հասկացեք։ Իմ բնավորությանը բոլորը ծանոթ եք։ Երբ որ կառաջադրեն ինձ, ես հանդես կգամ մեկնաբանությամբ, ելույթով եւ իմ տեսակետները կհնչեցնեմ այն միջավայրում, որտեղ քննարկվելու է այդ առաջարկը։ Իսկ ցանկություն ունեք, պարոն Քոչարյան։ Հիմա դուք ժամանակից առաջ եք ընկնում։ Դուք շարժում եք ժողովուրդ թերթի տրամաբանությամբ։ Ժողովուրդ թերթը մի հատ, այսօր այ որի օր տարին է։ Այսպես խառնակիչական ինչ-որ մի հատ տեսակետ գցում է, բոլորդ վերցնում եք, տիկին Ռուզանա Խաչատրյանը վաղ մամուլի տեսությամբ կկարդա ժողովուրդ թերթը, ուրեմն այսպեսի հրապարակում արել։ Ճիշտ է տիկին Խաչատրյանը։ Բոլորը չի։ Դուք հատուկ կարդում եք այն տեքստերը, որ ինձ է վերաբերվում, ինչա եք հարգում, ես դա գիտեմ։ Պարոն Քոչարյան, իսկ եթե խմբակցությունը չառաջադրի, խմբակցությունը դուք ինքն առաջադրվեք։ Ինչ եք այդ հարցը տալիս։ Կգա օրը բարին հետ։ Ուրիշ։ Տեսեք, նոր ազգային ժողովի կազմ է ձևավորվում, հա, նախագահության մակարդակով, գոնե նոր նախագահ կլինի փոխնախագահներին։ Բայց այդ ձևաչափը միշտ օգտագործվել է հենց այդպես։ Հաջորդիվ նախ պետքա ազգային ժողովը կողմնորոշվի, քանի հանձնաժողով է ունենալու, դոմփի բանաձևը ոնց է բաշխվելու։ Ըստ դրա նաև հիմա դուք ասում եք հաստատ կլինի։ Ես էլ եմ կարծում, որ հաստատ կլինի։ Չէ, ես ուրիշ բան եմ հարցնում, նկատի ունեմ, որ Ես չավարտեցի։ օրենսդիրի անդամ ինչպես եք աշխատելու նոր նախագահության հետ։ Հարմար է ավելի։ Իսկ դուք չեք նկատել, որ ազգային ժողովի նախագահի հետ մենք արդեն 7 թե 8 տարի աշխատում ենք։ Նախագահի տեխնացուի Ռուբինյանի հետ։ Մյուս երկուսը կոնջերան աշխատում ենք բավականին բարձր ինտենսիվությամբ, որպես ֆրակցիայի ղեկավար, եւ ես համարում եմ այդ աշխատանքը պարոն Գորջյանի կողմից իրականացված, ամենաբարձր մակարդակով իրականացված աշխատանքային փուլեր։ Պարոն Վահագալստյանը Պաշտպանության հանձնաժողովի անդամ, մենք իր հետ աշխատում ենք, մենք գնում ենք ՆԱՏՕ-ի խորհրդանական վեհաժողով, ճանապարհ ենք անցնում, գալիս ենք, ինչ է նշանակում, ոնց պետք է աշխատեք։ Ինձ որպես կանոն, բացի ժողովուրդ թերթից եւ Տիկին Խաչատրյանի մեկնաբանություններից, ընկալել են որպես ավագ ընկեր, ես այդ սահմանը չեմ անցել եւ կարծում եմ, որ եթե կարիքը լինի իմ անցած ուղու ծառայությունները շարունակելու, ես իմ որոշումը կայացնեմ։ Պարոն Քոչարյան, երեք Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ մանդատը չի վերցնելու։ Ափսոսում եմ։ Նեղացած եք։ Ափսոսում եմ, չէ, ափսոսում եմ։ Որովհետեւ պարոն Սիմոնյանը անկախ այն վայրիվերումները, որ տեղի ունեցան ազգային ժողովում, տարբեր ժամանակաշրջանում նաև շահարկվեցին իմ եւ պարոն Սիմոնյանի ինչ որ հարաբերություններ, բայց մենք միասին ճանապարհ ենք անցել, ափսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում, որովհետեւ մի բան ակնհայտ է, որ արտահերտ ընտրություններից հետո, երբ որ պարոն Սիմոնյանը դարձավ ազգային ժողովի նախագահ, ինքը այնուամենայնիվ իր պարտականությունների մեջ չի թերացել, կապված որպես քաղաքական օրակարգի սպասարկող։ Նաև հաշվի առնելով մեր ընդդիմության պահվածքը ազգային ժողովի աշխատանքների մեջ։ Մեկ գալիս են, մեկ չեն գալիս են, սկսում են ինչ-որ բաներ, այսօր էլ նայում եմ մեր քույրերը եւ եղբայրները չկային, միայն Գեղամ Մանուկյանը եկավ մեր հանձնաժողովի նիստին մասնակցեց։ Դուք մանդատը կվերցնեք, պարոն Քոչարյան, եթե Ես ժողովի նախագահ։ Այո, ես ինչ եք կասկածում։ Ես հարցնում եմ։ Բայց ինչի՞ եմ դրել իմ տեխնացիոնը, եթե մանդատը պետք է չվերցնեի։ Եթե այլ առաջարկներ լինեն, այդ ժամանակ նոր կարելի է մտածել, թե ինչ ճանապարհով պետք է գնանք։ Մի մոռացեք, որ լսեք, մի մոռացեք, եթե իմ կենսագրությանը ծանոթանաք, տեսնեք, ինքը այսպես ալիքաձև անդադ գնացել է։ Եղել եմ 90-ականների իշխանության մեջ, ուժային բլոկում, հետո եղել եմ նաև ընդդիմության մեջ, պայքարել եմ 2008 թվականից այն արատավոր համակարգի դեմ, որը մարտի 1-ը իրականացել, նաև փաստացի ղեկավարել եմ փաստահավաք խումբը մարտի 1-ի գործերի քննության 5 զեկույց եմ ներկայացրել, որոնք ներառված են Միեդի եզրակացության մեջ չեք ծանոթացել։ Պարոն Քոչարյան, ես ուզում եմ մեջ բերել Դու գոնե ծանոթ ես։ Այո։ Այն լրատվամիջոցի, քան որ ասում եք լրատվամիջոց, այն լրատվամիջոց։ Դու մեր հարազատ լրատվամիջոցն ես։
Հիմա թիրախավոր եմ, ահա։ Չէ, 160 ժամը գրել է, որ ձեր որդին կանչել է վարչական հավաքի եւ բացվել է, որ նա Ինքը ստացել է պատասխանը։ Իմ որդին պատերազմ անցած է, Վազգենի մասին է խոսքը։ Պատական չէ, տանը որ դրել եմ։ Եվ պատական չէ, որ ինքը ծնվել է եւ ինքը պետքա այդպես էլ շարժվեր։ Ինքը 44 օրյա պատերազմ ինչը վերջ օրը մասնակցած հայորդի է, իմ տղան։ Հիմա ես հպարտանում եմ։ Դուք ինչ ասեք կարա գրեն 168 ժամը լուսեք ուշադիր։ Պարզա չէ, որ պատերազմ անցած տղան ինքը չի կարա խուսափի, եթե առաջարկը լինի, բայց առաջարկից հետո գնում է բուժզնություն։ Դրանից ամիսներ առաջ իմ տղան շատ ծանր վիրահատություն ա տարել ուսահոդի, շատ ծանր։ Երբ որ հաջորդ առաջարկը կլինի պաշտոնական գերատեսչության, ինքը նորից կանցնի բուժզնություն եւ եթե ամեն ինչ նորմալ է, ինքը անպայման կգնա այդ հավաքներին։ Մի կասկածեք։ Մի գնգեք 168-ի ջրերը, Տիկին Խաչատրյան։ Տիկին Սաթենիկ Սերյանյանը վաղուց վառված Անդրանիկ Քոչարյանից, խնդրեմ։ Ուրիշ։ Քոչարյան, Սահմանադրական դատարանի որոշումից ինչ սպասելիք։ Ես Վահագ Հովակիմյանից լավ սպասելիքներ ունեմ։ Ես համարում եմ իրեն ինձ ընկեր, իր այդ ճանապարհը անցել նաև մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության ընթացքում բարձր եմ գնահատում իր ազնվությունը, բացառիկ ազնիվ անձնավորություն է Վահագը, եւ ես կարծում եմ, որ ինքը, եթե կան թերություններ, դրանք տեխնիկական են։ Համագան դատարանը այդ ամենը պետք է հաշվի առնելով կայացնի իմաստուն որոշում։ Իրավական, ընդ որում իրավական։ Բան քոչեն, քանի որ Վահագին կապված օրինակ ընդդիմադիրներն ասում են, որ մի անձով եղել է ԿՊ հիմնադիր անդամ խմբակցության պատգամավոր չի կարող արդար անուններով խոսենք։ Ով այդ ընդդիմադիրը։ Մի հատ Մեկյանը, մենակ չասեք փաստաբան Վարդևան։ Ինքը ամենտեղ պատտվել է եւ այսօր ամենաբարձր վարձատրվող փաստաբանն է Հայաստանի Հանրապետությունում։ Եկեք ուրիշ դաշտից խոսենք։ Վահագ Հովակիմյանը ներկայացրել է այն պահանջները, ինչ որ ներկայացրած Համագան դատարանը, կարծեմ այսօր կամ վաղը վերջի օրն է, որոշումը կայացնի, բնականաբար դուք կստանաք ձեր հրահանգը, ինչպես տորպեդահարեք այդ որոշումը, բայց մենք շարժվենք, ստանում եք։ Լավ, ես երեք չեմ ծնվել էլի։ Մոռանում եք, որ ես իրականում քաղաքական իշխող ուժը հրավներ չի ստանում Նիկոլ Փաշինյանը։ դուք իմ հետ որոշեցիք շփվեք։ Ես հակադարձում եմ ձեր ասածին, չեք հրանգավոր։ Լրագրողների հրանգավոր։ Ձերը շփվելու համար ոչ։ Ոչ, մեզ հետ շփվելու համար չէ, ընդհանրապես ձեր կարծիքը արտահայտելու։ Բայց մենք քաղաքական միավոր ենք։ Իշխանության մեծամասնությունը ստացած ժողովրդի քվեով միավոր ենք։ Բնականաբար հարցերը քննարկվում են ձեր հրահանգավորումը մի քիչ եմ համար տարօրինակ։ Հատկապես մամուլի տեսությունը, որ դուք եք կարդում։ Իմ մասը առանձին կուղարկես նոր կարդես։ Շատ լավ, ուրիշ, շնորհակալ եմ։